Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի օր բոլորին, մենք սկսում ենք առակը ինչ կցուցանե հաղորդաշարը։ Մեր նպատակը այն է, որ ցույց տալ, որ պատմությունը ունի կրկնվելու հատկություն եւ փիլիսոփայության հիմնական թեզերից մեկը այն է, որ պատմությունը զարգանում է պտուտաձև։ Իհարկե իր արդի ժամանակակից փոփոխությունների ազդեցության տակ կան որոշակի տարբերություններ, բայց այնուամենայնիվ այդ պտույտը միշտ բերում է նույն այն կետին, որից դա անցյալում սկիզբ է առել կամ տեղի է ունեցել։ Եվ մենք ցույց կտանք, որ այնինչ այսօրվա Հայաստանում ընդունված է մեկնաբանել եւ անվանել ունիկալ, պատմության մեջ նմանատիպ չունեցող, միայնակ եւ առհասարակ երևույթ, դա իրականում պատմական ժամանակահատվածն տարբեր ժամանակահատվածներում տեղի է ունեցել։ Եվ եկեք տեսնենք, թե պատմության մեջ այն, ինչ այսօր տեղի ունենում Հայաստանում, ինչպես է սկսվել, ինչ զարգացումներ է ունեցել եւ ինչ տխուր ավարտի է բերել։ Սա է մեր նպատակը։ Եվ այսօրվա մեր հաղորդումը մենք սկսենք իմ ամենասիրած պատմական հերոսներից մեկի մասին պատմելով, որի անունը Ջորլամո Սավոնարոլա էր։ Նա ապրում էր Ֆլորենցիայում 15-րդ դարի վերջում, իսկ ինչ բան է այդ ժամանակահատվածի Ֆլորենցիան, դա Ռենեսանսի ամենացայտուն ժամանակաշրջաններն էր, դա Բոտիչելին էր իր հրաշալի նկարներով, դա Մեդիչիներն էին նրանց հարստությամբ եւ բանով։ Ֆլորենցիան առհասարակ այն ժամանակ մտավոր, մշակութային կյանքի էպիկենտրոնն էր, այսինքն այն, ինչ այսօր մենք համարում ենք եվրոպական մտքի զարգացման խորհրդանիշ, դա այն ժամանակվա Ֆլորենցիան էր։ Դե բնական է, ինչպես նաև բոլոր պետություններում, քաղաքներում, հասարակություններում, բնական է, որ այնտեղ կային եւ շատ հարուստներ, եւ շատ աղքատներ, դա նորմալ երևույթ է ցանկացած հասարակությունում, ցանկացած ժամանակահատվածում, թող ոչ ոք չկարծի, որ գոյություն են ունեցել կամ երբևիցե գոյություն կունենա մի հասարակություն, որտեղ հասարակությունը միատարր է, բոլորը հավասար հարուստ են կամ հավասար աղքատ չկա տենց բան։ Նո այնուամենայնիվ այդ պատմական խնդավառության ներքո ի հայտ է գալիս մի վանական, որը համարում է, որ այն ինչ տեղի ունենում սխալ է, մեղք է եւ դրա դեմ պետք է պայքարել եւ նա չունենալով YouTube, միկրոֆոն եւ Facebook-յան էջ սկսում է եկեղեցական կաֆեդրաներից քարոզներ կարդալ եւ այդ քարոզներում նա բացահայտում է այն հակաժողովրդական, այն սխալ դրվածքը, որը հիմա գործում է Ֆլորենցիայում, որ այս ամեն ինչի դեմ պետք է պայքարել եւ բնական է, որ մարդիկ լսելով Սավոնարոլային, որը իրականում ճիշտ բաներ էր ասում, որովհետեւ այն ճեղքը, որը կար հարուստների եւ աղքատների միջեւ, այն ճեղքը, որը կար կրոնի եւ աշխարհիկ կյանքի միջեւ, ակնհայտ էր, ինչպես նաեւ միշտ եւ ամենուր շատ մեծ ոգևորությամբ ընդունում են Սավոնարոլային եւ նրա գաղափարները եւ որոշում են, որ մենք ենք տերը մեր երկրի, այդ գաղափարախոսության տակ պայքար են հայտարարում հարստության, հարուստների, գեղեցիկի դեմ։ Դա բերում է նրան, որ Ֆլորենցիայի բնակիչները իրենց հոժար կամքով սկսում են ոչնչացնել այն գեղեցկությունը, որը ստեղծվել էր դարեր շարունակ, անգամ ասում են Բոտիչելին, որ այդ այսպես կոչված հեղափոխականները իրանից հեռու մնան եւ չանհանգստացնեն, անգամ ինքն է այդ կոչվում է Կաստյոր Չիսլավիա, այսինքն մեծ կրակ են վառել եւ այդ կրակի մեջ վառում էին զարդեղենը, մշակութային կոթողները եւ Բոտիչելին իր նկարները վառում է այդ կրակի մեջ, համարելով, որ դա իր պարտքն է փոփոխություններին, դա իր պարտքն է հանուն զարգացման եւ այլ եւ այլ, եւ Սավոնարոլան
փաստացի դառնում է Ֆլորենցիայի իշխանագլուխը, որտեղ մեդիչիները փախնում են Ֆլորենցիայից եւ նա վերցնում է Ֆլորենցիայի ղեկավարությունը իր վրա։ Կազմակերպում է աղքատ ընտանիքներից դեռահաս տղաների, որոնք մտնում էին հարուստների տուն, սկսում էին փշրել, ջարդել, գոռալով, որ հարստությունը դա մեղք է, կրթությունը դա մեղք է, այսինքն Սավոնարոլան առաջի հերթին ջանում է, դա ոչնչացնում է կրթական համակարգը, համարելով, որ գիտելիքները դա Աստծո դեմ մեղք են եւ կրթվելը սխալ է։ Սկզբից շատ լավ էր, որովհետեւ հարուստներին պատժեցին, իրանց ունեցածը վառեցին, բայց շատ արագ եկան, այսպես ասած, հետևանքները, որովհետեւ առանց հարուստների ֆինանսավորման նկարիչները մնացին առանց աշխատանք, առանց ներդրումների սկսեց անկում ապրել տնտեսությունը ու շատ առանց խելացի մարդկանց սկսեց ընկնել, այսպես ասած, ընդհանուր մակարդակը, քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը եւ ներքին եւ այդ, այսպես ասած, երկրի տերերը ասեցին, հա, հասկացանք, բարեպաշտությունը բարեպաշտությամբ, բայց մենք հացի կարիք ունենք, մենք զարգացման կարիք ունենք, մենք մեր առօրյայի սպասարկման կարիք ունենք եւ այս պատմությունը 4 տարվա ընթացքում Ֆլորենցիան ծաղկուն քաղաքից վերածվեց միջազգային իզգոյի, կորցրեց իր դիրքերը այն ժամանակվա եվրոպական քաղաքական բեմում եւ պատմությունը շատ տխուրաբորտ ունեցավ Սավոնարոլային այն կրակը, որը նա վառել էր, որ մաքրի Ֆլորենցիան մեղքից եւ բերի հավասարություն եւ արդարություն, այդ նույն կրակի պես մի կրակում վառեցին Սավոնարոլային։ Նա զոհ դարձավ այն ամբիցիաների, որոնք հիմնված էին իրականությունը վատ պատկերացնելու պատճառահետևանքային կապերի սխալ ընկալման պատճառով, որովհետեւ ամեն մի քայլը, որ դու անում ես, անգամ եթե հանուն լավի ես անում, նրանք պետք է դու պետք է հաշվի առնես բոլոր ռիսկերը եւ չանտեսես այդ ռիսկերը, քանի որ հետևանքները շատ ավելի ծանր կարող են լինել, քան այն քո պատկերացրած ապագան, որը չի կարող կայանալ, չի կարող իրականանալ, ելնելով այն բարձ բանով, որ մեկ-մեկ այդ աշխարհիկ մեղկատու քայլերը իրականում հիմք են, որ կարողանաս զարգացում ապրես, որ կարողանաս ինչ-որ բան կառուցես եւ այդ կառուցման ընթացքում ազատվես այն վատ երևույթներից, որոնք կարող են որոնց դեմ դու պայքար ես ծավալել։ Մի խոսքով ելնելով Սավոնարոլայի տխուր փորձից ես կարող եմ բերել մեր այսօրվա հայաստանյան իրավիճակը, երբ որ 18 թվականին մենք ենք տերը մեր երկրի պատերազմ հայտարարվեց այսպես կոչված հայկական 21-րդ դարի հայկական մեդիչիներին եւ նրանք վտարվեցին քաղաքականությունից եւ մեր առօրյայից, դա բերեց նրան, որ 7 տարվա ընթացքում մենք ապրում ենք հիմա, էլ ենք ապրում տնտեսական անկում, մենք դարձանք հայտնվեցինք միջազգային մեկուսացման մեջ, որովհետև Հայաստանը զիջեց բոլոր դիվանագիտական, ռազմական, մշակութային հեղինակությունը միջազգային հարթակներում եւ հետեւաբար ունենալով աչքի առաջ Սավոնարոլայի տխուր ավարտը կարելի է ենթադրել կամ կանխատեսել, որ այն մարդիկ, որոնք ժամանակին եկել էին Հայաստանը մաքրելու չարիքից, այն մարդկանց ձեռքերով, ում շնորհիվ նրանք եկան իշխանության, նրանք ապրելու են իրենց տխուր ավարտը։ Մնաք բարով։